մի դեմ էլ չփոսամ։ Ժողովուրդ, սենց ոչ մի բանի չենք հասնելու, ասեմ իմանաք։ Դու մեզ խելացի ես։ Մեր ղեկավարներից խելացի։ Այ սենց ոչ մի բանի չենք հասնելու։ Միանշանակ է իմացեք։ Չենք հասնելու, որովհետև այսօր մեր ժողովուրդը հələ տակ է, չի զգում ինչա կատարվում։ Երկու շաբթվանից հետո կզգա արդեն ուշ ալնելու։ Ոչ մի բան ուշ չի, միասնությունը ուշ է, կահավաքվելու։ Մենք շատ հաճախ լսեցինք, որ ասում են մի քաղաքականացրեք, սա սոցիալական հարց է, արդյոք միայն սա սոցիալական խնդիր որպես դիտարկելով հնարավոր է հարցին լուծում տալու։ Միանշանակ ասեմ ոչ։ Սա հենց ինքը իրենով քաղաքական հարց է։ Սա հենց իրենց մի հատ հարց իրոքից շատերը չեն պատկերացնում ինչա։ Նույն հենց քաղաքական ղեկավարները չեն այս հարցի լուծումը տվել։ Նույն այդ քաղաքական ղեկավարները չեն ժողովրդին կարևոր շարժի իրավունքից կտրում։ Մի չքաղաքականացնենք, եկեք չքաղաքականացնենք։ Ումն ենք լավություն անում կամ վատություն անում։ Մենք ինքներս մեզ ենք վատություն անում։ Նույն ինքը մարզպետը խոսք էր տվել, որ այս հարցի լուծումը կտա, բայց ոչ մի բան չարեց։ Ոչ մի բան։ Այս ժողովրդի ամեն մի ձայնը իրանք այսօր որ նստած են, այս ժողովրդի ձայնով են նստած այդ աթոռներին։ Բայց այսօր ժողովուրդը կանգնած է մի հատ քաոս իրավիճակի առաջ, բոլորը իրենց տակուկ պաշտոններն են վայելում, ուրիշ ոչ մի բան։ Ոչ մեկին չի հետաքրքրում այս ժողովրդի ցավը։ Օրինակ համայնքում կան բավականին սոցիալական կարիքներ, ընտանիքներ, նաև առողջական խնդիրներով, ովքեր մեծ դժվարություններով են հասնելու մինչև կանգառ նույն մարզպետը կամ իշխանությունից որևիցե մեկը եկել է զրուցել է քաղաքացիների տեղում ես տեսնի ինչպես պետք է քաղաքացիները ոտքով գնան։ Ոչ մեկ չի եկել, կրկնում եմ, ոչ մեկ չի էլ գա ինձ թվում է, եթե ժողովուրդը միասնական ոտքի չկանգնի։ Մենք ունենք այո, սոցիալական խնդիրներով շատ ընտանիքներ ունենք հաշվանդամ ունեցող երեխաներ, մարդիկ, ովքեր նույնպես օգտվում են տվյալ տրանսպորտից, բայց այսօր այսօր տվյալ այդ ղեկավարությունը ոչ մեկն էլ հաշվի չի առնում ոչինչ, ժողովրդի հոգսը, ցավը իրենց չի հետաքրքրում։ Միայն իրենց, ես կասեմ, բիզնեսները, իրենց քանի վայելում են իրենց աթոռները, դա է հետաքրքրում։ Ուղղակի ես մի բան գիտեմ, ժողովրդին գնալով ավելի վատացնում են վիճակը, օրեց օր, ժամ առ ժամ, չեն մտածում ժողովրդի մասին, ոչ մի ղեկավար կազմ։ Պայքարի հետագա քայլերը ինչպես եք։ Պայքարի հետագա քայլերը ժողովուրդը պետք է միասնական ոտքի կանգնի, երկու համայնքները միասնական ոտքի կանգնեն ու պայքարեն իրենց իրավունքների, իրենց տրանսպորտի համար, այսպես ասեմ, իրենց տեղաշարժվելու տրանսպորտի համար, որը այսօր էդի շատերին ամենաառաջնային խնդիրն է, ամենաառաջնային։ Պատգամավորները չէ։ 2006 կառավարության Որոշումը ազգային ժողովը երբ է հաստատել։ 2007 Բաս 21 Չէ, 21 մեր ազգային ժողովը ոչ մի բան չի Առավոտը հարգելի հետևորդներ, հիշեցնեմ այս պահին գտնվում ենք Պրոշյան համայնքում, այստեղ քաղաքացիները կրկին փողոց են դուրս եկել, նրանք վստահեցնում են, որ կառավարությունը այս անգամ եւս նրանց խաբել է եւ երկուշաբթի օրվանից 25 համարի ավտոբուսը չի սպասարկի Պրոշյան հավանից, այլ երթուղին կմեկնարկի Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտից։ Նրանք խնդրանքով դիմել են կառավարության